Տեր օրհնա ժողովուրդ ջան, նայեք Հռոմեացիներից թուղթը 12-րդ գլուխը առաջի խոսքը մի հրաշալի խոսք Աստված մեզ համար ասում, Աստծո կամքն է իմ համար, քո համար, ասում է արդ աղաչում եմ ձեզ եղբայր, սա առաքյալի շուրթերով ասում, բայց Աստծո հոգին է խոսում։ Աստծո ողորմությունով աղաչում եմ ձեզ եղբայր, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի սուրբ եւ Աստծո ընդունելի պատարագ, որը ձեր բանավոր պաշտոնը։ Այսինքն Աստծո աշկին, Աստծո համար մեր առաջի պաշտոնը, յուրաքանչյուր քրիստոնյայի պաշտոնը ինչն է, որ ինքը Աստծո աշկին ընդունելի լինի, Աստծո համար ընդունելի լինի։ Նայեք, մենք միշտ բերում էինք, գառն էինք պատարականում, ասենք, հա, մատաղ էինք ասում մեր լեզվով, անում էինք, ուտում էինք, խմում էինք, ինչ կյանքով որ ապրում էինք։ Բայց Աստված ասում է, ձեր մարմինները ներկայացրեք կենդանի սուրբ եւ Աստծո ընդունելի պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը։ Այսինքն Աստված ուզում է, որ մենք մեր կյանքով մեր մարմինները որպես ընդունելի եւ կենդանի պատարագ բերենք Աստծո առաջին։ Մենք գառը բերում էինք, քաշ էինք տալիս գառան կամքին հակառակ, զոհ էինք անում, մատաղ էինք անում, պատարագ էինք անում եւ ասում ենք Տեր ջան ընդունելի թող լինի, մեկս մյուսին ասում են ընդունելի մատաղ լինի, ընդունելի պատարագ լինի, ուտում էինք, խմում էինք եւ շարունակում էինք ապրել հեթանոս անառակ կյանքով։ Բայց Աստված ասում է, դա ինձ օգուտ չի տալիս։ Եթե դու մարդ արած արմեն քո կյանքովդ ապրես անառակ, անօրեն, մեղավոր, մարդասպան, գող, ավազակ, թալանչի կյանքով Աստծո որդու արածը չհավատաս, Քրիստոսին չհավատալն արդեն մեղք է։ Ասում է դա ոչ մի օգուտ չունի իմ համար։ Ասում է դու քո մարմինդ, քո ապրած կյանքովդ, քո ապրելակերպովդ իմ առաջին եղի պատարագի նման, որ դու լինես կենդանի, լինես ողջ, բայց քեզ համարես Աստծո համար ընդունելի պատարագ, քո ապրած կյանքով, քո մարմինդ խաչ գամելով Հիսուսի պես, ինչպես Հիսուսն իր մարմինը իր կիրքերով, իր ցանկություններով խաչին գամեց։ Տերը ուզում է, որ մենք այսպիսին լինենք, ժողովուրդ ջան, եւ ով գտնում է, ով համարում է այդպես պետք է ինքը այդպես վարվում է, ով չէ, դա ստիպելով չի, դա Աստծո խոսքն է, մարդն է ընտրում